Միած սրտանց ասենք փառք Հիսուսին։ Հիսուս արժանի է փառքերի, բոլոր փառքերը իրան է պատկանում։ Թո Տիրոջ անունը փառավորվի բոլոր մեր կյանքի օրերի մեջ։ Տերը օրհնի բոլորիս սիրելի եղբայրներ քույրեր, շատ ուրախ եմ նորից ձեզ տեսնելու, ձեր մեջ լինելու, միասին մեր Աստծո անունը բարձրացնելու, փառավորելու։ Տերը շատ օրհնի բոլորիս։ Այսօր ուզում եմ ես Տիրոջի օգնությամբ խոսել մի թեմայի մասին, որ կապված է ավետարանի հետ, սիրելի Աստծո ժողովուրդ, որովհետև մենք կոչվում ենք ավետարանի հավատքի քրիստոնյաներ, չէ՞։ Թող Տերը ողորմություն անե մեզ բոլորիս, որ իրոք մենք ավետարանը Պողոս առաքյալը ասում է, առաջի Կորինթացիս 15 գլխի առաջի խոսքից եմ կարդալու բոլորիս համար, ինձ համար եւ ձեր համար։ Եղբայրներ, ձեզի կիմացնեմ այն ավետարանը, որ ես ձեզ քարոզեցի եւ որը ընդունեցիք ու անոր վրա հաստատված եք, որով կփրկվիքալ, եթե ամուր բռնեք այն խոսքը, որ ես ձեզի քարոզեցի, այնպես որ պարապ տեղը հավատացած չլակ։ Թող Տիրոջը ողորմությունը լինի եղբայրներ քույրեր, որ իրոք առաքյալը խոսում է այն ավետարանի մասին, որ Հիսուսը բերեց երկնքից մեզ բոլորիս համար, որ մենք այն ավետարանի վրա հաստատվենք, որով մենք կփրկվենք։ Թող Տիրոջը ողորմությունը լինի սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր ամեն մեկս մենք մեզ հարց տանք։ Տերը գիտի մեր վիճակը, Տերը գիտի մենք ինչի հետ ենք կապված, Աստծո խոսքի հետ ենք կապված, ավետարանի հետ ենք կապված, թե ուրիշ բաների հետ ենք կապված։ Մենք գիտենք մեր վիճակը, մեկ էլ Տերը գիտի մեր վիճակը, մենք Աստծուն չենք կարող խաբենք։ Թող Տիրոջը ողորմությունը լինի մեզ բոլորիս, որպեսզի ամեն մեկս ընդունենք եւ հաստատվենք, որով փրկություն էլ ունենանք, եթե ամուր բռնենք այս ավետարանի խոսքը։ Ես հիշում եմ տարիներ առաջ եղբայրները պատմել են, որ ավետարան չկար, քիչ էր, շատ քիչ էր եւ շատերն էին ուզում, որպեսզի ավետարան ունենային, որ կարդային Աստծո խոսք, շատերը ում որ ունեին, այդպես գնում էին, խնդրում էին, վերցնում էին, արտագրում էին տետրների մեջ ավետարանի խոսքերը, որ ունենան Աստծո խոսք, որ կարդային Աստծո խոսք։ Թող Տիրոջը ողորմությունը լինի։ Այսօր բոլորիս կարող է ունենանք բոլորս էլ մի քանի հատ ավետարաններ, բայց մեր կապը ավետարանի հետ չլինի։ Թող Տերը օգնի ողորմություն անի, որպեսզի կապվենք ավետարանի խոսքի հետ։ Թող Տերը մեզ օգնի զորացնի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ ավետարանի խոսքը կենդանի խոսք է, ամեն բան ժամանակավոր է, ամեն բան անցողիկ է, ինչ որ մենք տեսնում ենք այս աշխարհում, բայց չերևացածները, որ երկնքում է, հավիտյան նույնն է։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Եվ կարդամ Գաղատացիս առաջի գլխի 11-12 խոսքերը, Պողոս առաքյալը ասում է, կծանուցանեմ ձեզի եղբայրներ այն ավետարանը, որ ինձ մեկ քարոզվեցավ, թե անիկա մարդու բան չէ, որովհետև ես ալ մարդե չարիզանիկա եւ մեկեն ալ չսորվեցա, հապա Հիսուս Քրիստոսին հայտնությունեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ասում է, այս ավետարանը սա մարդու բան չի։ Ես էլ ասում եմ մարդուս չարի, հապա Հիսուս Քրիստոսի հայտնությունից։ Հիշում եք չէ, երբ որ Պողոս առաքյալը այդպես դեռ Պողոս առաքյալ չէր, Դամասկոսի ճանապարհի վրա Հիսուսը իրեն հայտնվեց եւ այդ մարդու կյանքը ամբողջությամբ փոխվեց, որովհետեւ Տերն էր հայտնվել այդ մարդու կյանքում։ Նմանապես սիրելի եղբայրներ քույրեր, մեր կյանքում էլ է այդ փոփոխությունը կատարվել շատերիս, ում կյանքում Տերը որ հայտնվել է, ով որ իր կյանքում տեղատվել։
սիրելի Աստծո ժողովուրդ, թող Տիրոջի ողորմությունը լինի։ Եվ 6-րդ գլխի Գաղատացիս առաջի գլխի 6-րդ խոսքից ասում է. «Կզարմանամ, որ շուտով կլքեք այն մեկը, որ ձեզ Քրիստոսի շնորհքին կանչեց եւ կդառնաք ուրիշ ավետարանի»։ Այսօր շատերը իրենց համար հարմար ավետարաններ են փնտրում, սիրելի Աստծո ժողովուրդ, Քրիստոսի ավետարանը թողնելով, եւ ասում է՝ «Մինչ ուրիշ ավետարան չկա, բայց կան ոմանք, որոնք ձեզ կխռովեցնեն ու կուզեն Քրիստոսին ավետարանը խանգարել»։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչի հակառակորդը քնած չի, նա ուզում է ուրիշ ավետարան բերի, ուրիշ ավետարանի հետ ինձ եւ ձեզ տանի կապի, որ չլինի թե մենք այդպես ավետարանի վրա հաստատվենք եւ փրկություն ունենանք։ Թող Տերը մեզ ողորմություն անե, սիրելի Աստծո ժողովուրդ, ասում է ուրիշ ավետարան չկա, բայց ասում է եթե մենք կամ երկնքեն հրեշտակ մը գա ավետարանը ձեզի անկե տարբերը, որ մենք ավետարանացինք, ձեզի նզովյալ լինի։ Թող Տերը ողորմություն անե մեզ ուրիշ ավետարանին, որպեսզի տեղ չտանք, որ իրոք հակառակորդը ուզում է խանգարել եւ Քրիստոսի ավետարանը այդպես փոխել, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց միայն Քրիստոսի ավետարանի վրա հաստատված մարդիկ պետք է փրկություն ունենան, ուրիշ ավետարան չկա, երկնքից էլ հրեշտակ գա, ով ինչ եղբայրել ուզում է լինի, ուրիշ ավետարան բերի, ուզում է մարգարե լինի, չգիտեմ ով ուզում է լինի, որ ուրիշը բերի, ասում է նզովյալ լինի, անգամ երկնքից հրեշտակել բերի, ուրիշ ավետարան նզովյալ լինի։ Թող Տերը ողորմություն անի։ Ինչի ասում սա, որովհետև ուրիշի մեջ փրկություն չկա։ Միայն փրկությունը Քրիստոսի բերած ավետարանն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող մեզ բոլորիս Տերը զորացնե, մեզ բոլորիս Տերը հաստատե Հիսուսի ավետարանի վրա, որովհետև ամենքս այդպես կարիք ունենք Քրիստոսի ավետարանի հետ կապվենք, Քրիստոսի ավետարանի հետ վրա հաստատվենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող Տերը մեզ զորացնի։ Մարկոս ավետարանի առաջի գլխի 14 խոսքից եմ կարդում. Հովհաննեսին մատվելեն հետո Հիսուս Գալիլեա գալով Աստծո արքայության ավետարանը կքարոզեր ու կսեր ժամանակը լրացած է եւ Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք։ Թող փառավորվի Տիրոջ անունը, որ այս ավետարանը հենց այդպես Հիսուսը անձամբ այս ավետարանը քարոզեց երկրի վրա ժողովրդին, սիրելի Աստծո ժողովուրդ, որպեսզի ամեն մեկս մենք էլ լսենք այս ավետարանի խոսքերը, որպեսզի մենք էլ ունենանք մեր սրտերի մեջ այս ավետարանի խոսքերը, առատապես ունենանք այս խոսքերը, սիրելի Աստծո ժողովուրդ, որովհետև սրանով է մեր փրկությունը, ուրիշ փրկություն, ուրիշ միջոց չկա։ Թող Տերը մեզ ողորմություն անե, յուրաքանչյուրիս միտք առնենք այս խոսքերից եւ շտկվենք եւ փոխվենք։ Դրա համար է Տերը մեզ հավաքել, որ մենք մեզ տեսնենք այս ավետարանի մեջ, որտեղ ենք թերի, որտեղ ենք պակաս, որտեղ ենք հետ մնացել, սիրելի Աստծո ժողովուրդ, որտեղ ենք թողել այս ավետարանի խոսքը եւ ուրիշ ավետարաններ ենք այդպես բռնել։ Տերը ողորմություն անե մեզ, որպեսզի անձնաքննության գանք մենք բոլորս եւ շտկվենք եւ ուղղվենք եւ նորից դառնանք այս ավետարանին։ Եվ Մարկոս ավետարանի 16 գլխի 15 խոսքից կարդամ. Սիրելիներ, աշակերտներուն պատվիրեց, ըսավ անոնց, գացեք բոլոր աշխարհը եւ ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն, ան որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի, եւ ան որ չհավատա, պիտի դատապարտվի։ Երկու պայմանա, ով որ հավատա, պիտի փրկվի, ով չհավատա, պիտի դատապարտվի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մեզ պետք է որ իրոք այս ավետարանը մենք հավատքով ընդունենք, այս ավետարանի խոսքերը այսօր ինչ որ լսում ենք, թող Տերը մեզ բոլորի շատ օգնե, շատ ողորմություն անե մեզ բոլորիս, որպեսզի ավետարանը մենք չփոխենք ոչ մի բանի հետ
Ես հիշում եմ շատ վկայություններ կան, որ իրոք անգամ այդպես մեզանից առաջ եղողները անգամ բանտերի մեջ ավետարանի մի այդպես ստորակետ չեն փոխել, ոչ մի ազատության հետ, ոչ մի բանի հետ, այսօր բայց շատերս մոլորվում ենք, խաբվում ենք եւ այդպես ավետարանի խոսքը փոխում ենք, չգիտեմ ինչերով, Տերը մեզ օգնի, Տերը մեզ զորացնին, Տերը մեզ ների, որ ամեն մեկս այդպես ավետարանին դառնանք, որովհետև նրանով է մեր փրկությունը։ Հռոմեացիս առաջի գլխի 16 խոսքում ասում է. «Վասնձի ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է ան բոլոր հավատացյալներուն փրկության համար»։ Շատերը ես կարծում եմ կարող է մտածեն այդպես ամոթ են անում Աստծո ավետարանը կողքինին, ասեն ես հավատացյալ եմ, հավատում եմ Հիսուսին, թող Տերը ողորմություն անե, առաքյալը ասում է, ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է այն բոլոր հավատացյալներուն փրկության համար, առաջ հրեային ու ետքը հույնին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, դրա համար են մեզ ասում ավետարանի հավատքի քրիստոնյաներ։ Մենք ավետարանը պետքա միշտ այդպես մի եղբայր կար այդպես ասում է, ավետարանը ես միշտ իմ ծոցս եմ պահում, իմ գրպանս եմ պահում, թող իրոք ամեն մեկս մենք ոչ թե այդպես ավետարանի խոսքը միայն լսենք, այսօր լսեցինք, պետքա գնանք գործի դնենք, գործենք այս խոսքերը, ինչ որ լսեցինք, սիրելի Աստծո ժողովուրդ, թող Տերը մեզ բոլորիս շատ օրհնի, շատ զորացնե եւ այդպես ամեն մեկս ամոթ չհամարենք ավետարանի խոսքը, որովհետև նա է մեր զորությունը, նա է մեզ զորացնողը եւ նրանով է մեր փրկությունը, ամեն կանգնենք աղոթքի։